Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Ընտրական տեղամասերում վերահաշվարկը շարունակվում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Ուժեղ Հայաստան դաշինքը ու Միասնության թևեր կուսակցությունը ԿՀ վերահաշվարկի դիմում են ներկայացրել։ Վահագն Հովակիմյանը դեռևս չգիտի ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան, թե ոչ։ Վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ։ Ավելին, ես ուղղակի օգտվելով առիթից ասեմ, հարգելի լրագրողներ ջան, հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ըստ էության 2005 տեղամասերից ընդամենը 5-ի հետ կապված արձանագրությունները ճշգրիտ են, բայց մուտքագրման ընթացքում եղել է սխալ մուտքագրում, այնտեղ տողեր են թռցրել, այսպես ասեմ։ Ինչպես է իշխանությունը փոխելու սահմանադրությունը, եթե սահմանադրական մեծամասնություն չունի, հարցը լրագրողներն ուղղել են Արդարադատության նախարարին։ Սրփուի Գալյանը, որը համակարգում է նոր սահմանադրության տեքստի մշակումը, այսօր էլ չի հստակեցրել, թե երբ կհրապարակվի նախագիծը։ 61 մանդատ ունենալու դեպքում փաստորեն իշխանությունը չի կարողանալու սահմանադրական փոփոխություններ իրականացնել եւ հանրակրվեի դնել սահմանադրական փոփոխությունները։ Ինչպես է այդ դեպքում սահմանադրական փոփոխություն նախաձեռնելու։ Իսկ հիմա քանի մանդատ ունի իշխանությունը։ Եթե հարցը այն է, եթե դուք նկատի ունեք իրավիճակ է փոխվել այդ առումով, ես ձեզ կասեմ, որ իրավիճակ չի փոխվել, որովհետև այսօր էլ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն։ Ինչու այդ հարցը նախկինում չի ծագել։ Մենք ասել ենք, որ մեր օրակարգում հեղափոխությունից հետո եղել է սահմանադրությունը փոփոխել եւ դա եղել է քաղաքական հանձնառություն, ինչը մենք ստանձնել ենք եւ պատրաստ ենք եղել ի կատար ածել։ Նոր սահմանադրության տեքստը հրապարակել է եւ հանրության հետ քննարկել է մեր քաղաքական հանձնառության մի մասն է։ Թե ինչ կլինի դրանից հետո ժամանակը ցույց կտա։ Նիկոլ Փաշինյանը ասում է մինչ ընտրությունները մի վարքյան էլ այս հարցի հետ կապված, որ եթե ԿՊ-ն չունենա սահմանադրական մեծամասնություն, պատերազմ կլինի սեպտեմբերին։ Հիմա ԿՊ-ն չունի մեծամասնություն սահմանադրական, դա ենթադրում է, որ մենք պիտի պատրաստվենք պատերազմի։ Եվ հիմա ամեն ինչ անում ենք, որ այդպես չլինի։ Այսօր նաև Սերժ Սարգսյանն է անդրադարձել խորհրդարանական ընտրության արդյունքներին։ Կամ մանդատները ստանում են գնում են խորհրդարան, կամ հրաժարվում են մանդատներից։ Այդ երկու ձևերի մեջ, երկու ելքերի մեջ կան եւ առավելություններ, կան եւ բացասական կողմեր, բայց խնդիրը ձև ընտրելը չի, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է։ Երկու ձևով էլ կարելի է հասնել հաջողության։ Մի հստակեցում էլ կներեք, իհարկե, փողոցի օրակարգը այսօր իրատեսական է։ Փողոցը միշտ էլ օգտակար է։ Կարող է իրավիճակ փոխել այս փուլում։ Չգիտեմ, դա կախված է ոչ միայն մեզանից, դա կախված է նորից կրկնում այն ուժերից, ովքեր ստացել են բավականաչափ մեծ սատարում մեր ժողովրդի կողմից։ Պարոն նախագահ, ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք անցկացված ընտրությունները, ինչ դիտարկումներ ունեք։ Կարծում եմ, որ մեկի համար գաղտնիք չի, որ եւ նախընտրական փուլում եւ քվեարկության օրը տեղի ունեցել մասսայական խախտումներ եւ կարծում եմ, որ եթե մենք օրինակ 17 թվականին անցկացնեինք այսպիսի ընտրություններ, ապա եվրոպական դիտորդները անպայման կֆիքսեին հետևյալ նախադասությունը, որ եւ նախընտրական փուլում եւ քվեարկության օրը ընտրություններն անցել են համատարած խախտումներով։ Արդյոք Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը կվերցնի մանդատները, այսօրվա մամուլի ասուլիսում այս հարցին է պատասխանել Գոհար Մելոյանը։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամը նշել է, որ ԿՀ-ի հրապարակած արդյունքներն ամբողջովին չեն արտահայտում ընտրական իրավունք ունեցող քաղաքացու կամքը։ Անդրադառնալով ձերբակալություններին, Մելոյանը նշել է, թե Ուժեղ Հայաստանից մոտ 700 մարդ է ձերբակալվել, կալանավորվել, այդ թվում տարեցկանայք, ովքեր գրանցվել ու դարձել են կուսակցական։ Մանդատների հետ կապված հիմա մենք ըստ էության
ոչ քաղաքական որոշում ունենք, ոչ էլ ըստ էության համապարփակ քաղաքական քննարկումներ ենք իրականացրել։ Բնականաբար զուգահեռ կոնսուլտացիաներ իրականացում են, բայց որոշումներ ունենալու համար պետք է արդյունքներ ամփոփ լինեն, սա նախնական արդյունքներ են ու ինչպես տեսնում եք իմ հրապարակած տվյալներից, իրապես նախնական են ու բազմաթիվ ճշգրտումները կարող է ելքային լինել, օրինակ Բարգավաճ Հայաստանի ՇՄ հաղթահարելու հարցը, հա, այս պարագայում ինչպես պարոն Կարապետյանը հայտարարել էր, ստացվում է այսօրվա գործող ազգային ժողովից տարբերվող ձևաչափ։ Ընդդիմադիրների մանդատ վերցնել չվերցնելու հարցին է հեգնանքով անդրադարձել նաև Ալեն Սիմոնյանը, հորդորել է չնեղացնել ընդդիմությանը։ Մանդատ չվերցնելը, եթե ինչ-որ ձևով դա ստացվի, հա, որևիցե բան չի փոխելու, այլ պատգամավորներ են հայտնվելու, այլ կուսակցություններ կհայտնվեն եւ դա իրականության մեջ բան չի փոխի։ Իսկ հիշում եք 8-րդ գումարման ազգային ժողովի պատմությունը, ընդդիմությունը հրաժարվեց տարբեր պաշտոններից, Դոնթի Բանաձևով իրենց հասանելի ազգային ժողովի հանձնաժողովների ղեկավարների, հանձնաժողովների տեղակալների, ղեկավարների տեղակալների պաշտոններից եւ ինչ եղավ, ոչ մի բան, ազգային ժողովը կշարունակի եւ շարունակելու է աշխատել։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, թե իր ղեկավարած կառույցը մահակ չէ ընդդիմադիրներին ճնշելու համար։ Նահապետյանը պնդում է, որ նախորդային կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ իրավապահներին իջեցված սրահանգը իրեն չի կաշկանդում օբյեկտիվ աշխատել։ Մենք մահակ ենք հանցագործների համար։ Մենք որևէ ուժի, որևէ իշխանության ոչ քարոզություն ենք անում, ոչ հակակարողությունը մենք պայքարում ենք հանցագործությունների դեմ։ 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել։ Աշտարակի համայնքի Օրգով գյուղի Արփիի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։ Այս մասին սոցիալական ցանցում ահազանգել է ձեռքդ տուր համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանը։ Նրա խոսքով ըստ առկա տվյալների խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, չնայած Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության նկատմամբ արևմուտքի կողմնապահ վերաբերմունքին ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացության մեջ հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ մի շարք ուշագրավ արձանագրումներ են կատարվել։ Խախտումներն այնքան շատ են եղել, որ անգամ նիկոլասեր եվրոպացիները չեն կարողացել բոլորի վրա աչք փակել։ Զեկույցը բնականաբար ամբողջական իրավիճակը չի արտացոլում եւ առավել կենտրոնացված է Ռուսաստանի նախընտրական քարոզչությանը միջամտության վրա, սակայն տեղ են գտել նաեւ իշխանությունների կողմից իրականացված չարաշահումների վերաբերյալ որոշ գնահատական։ Մասնավորապես արձանագրվել է, որ նախընտրական քարոզարշավը եղել է ակտիվ եւ հիմնականում խաղաղ, սակայն խիստ բևեռացված սադրիչ հռետորաբանությամբ, այդ թվում իշխող կուսակցության ցուցակը գլխավորող տեխնացուի կողմից։ Քարոզարշավն աչքի ընկել բարձր առճակատմամբ եւ պառակտող հռետորաբանությամբ, ինչպես նաեւ ձայների գնման եւ ընտրական այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, որոնք հանգեցրել են ընդդիմության տեխնացուների եւ ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական բարույթների հարուցմանը, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ աջակիցներ ձեռնպահ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցելուց։ Այս հանգամանքները, ինչպես նաև պետական հատվածի աշխատակիցների նկատմամբ իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու նպատակով գործադրված ճնշումները եւ վերջերս ներդրված սոցիալական եւ տնտեսական միջոցառումները մտահոգություններ են առաջացրել քարոզչություն իրականացնելու հնարավորությունների հավասարության առնչությամբ, գրված է զեկույցում։ Հրապարակում կարդում ենք ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում Վարդենիսի ընտրատեղամասերից մեկում գրանցվել է ուշագրավ դեպք։ Ընտրական հանձնաժողովի անդամների փոխանցմամբ քվեատուփի բացումից հետո անվաբեր քվեաթերթիկների շարքում հայտնաբերվել է մի թերթիկ, որի վրա քաղաքացին սեփական ձեռքով գրել էր Ադոլֆ Հիտլեր եւ այն դրել ծրարի մեջ որպես իր ընտրությունը։ Արդյունքում քվեաթերթիկը ճանաչվել է անվաբեր։ Թեև նման դեպքերը ընտրություններից ընտրություններ պարբերաբար հանդիպում են տարբեր երկրներում, այս դեպքը ուշադրության է արժանացել ընտրական անձի անվան պատճառով։ Ադոլֆ Հիտլերը նացիստական Գերմանիայի առաջնորդ 33-ից 45 թվականներին նա մարդկության պատմության ամենաարյունալի բռնապետերից մեկն էր, որի քաղաքականության հետևանքով միլիոնավոր մարդիկ են զոհվել։ Ինչու էր քաղաքացին իր ընտրությունը կանգնեցրել հենց Հիտլերի վրա, հայտնի չէ։ Հրապարակը գրում է. Իջևան քաղաքում երթևեկում են Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊԱ-կանների ձեռքերով արած սրտիկի պատկերներով ավտոմեքենաներ։ Այդ պատկերը տաքսիների ապակիներին են վարորդները փակցրել։ Դրանց թիվն ավելի մեծ էր մինչև ԱԺ ընտրությունների օրը հունիսի 7-ը։ Ընտրություններից հետո ոմանք արդեն հանել են։ Իջևանցի վարորդից տեղեկացանք, որ այդ սրտիկն իրենց ավտոմեքենային փակցնելու համար իջևանցի տաքսիստներին օրական 5000 դրամ են տվել։
Ծեծկրտուկ Սյունիքի մարզում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծել է իրեն։ Նա պատմել է, որ համագյուղացին հանդիպել է իրեն ու հանդիմանել, թե ինչու է նախկին միջադեպի վերաբերյալ հաղորդում ներկայացրել ոստիկանություն։ Գործով փաստաթղթերը փոխանցվել են քննչական կոմիտե։ Ղազախստանում աշակերտուհիները փրկել են ավտոտնակների հետևում տոպրակի մեջ մնացած երեխային։ 29 կիլոգրամ քաշով նորածին տղային հանձնել են բժիշկներին։ Այժմ երեխան ապաքինվում է, շուտով նրան կտեղափոխեն խնամքի կենտրոն։ Ղազախստան-Հունգարիա ֆուտբոլային խաղի ժամանակ արտակարգ իրավիճակ է գրանցվել։ Մուտքի մոտ գտնվող տեսախցիկը վերևից ընկել է եւ մասերի բաժանվել։ Խաղը տեղի էր ունենում Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում։ Տեսախցիկը սկզբում բռնկվել է, այրել իրեն պահող մալուխը, ապա ընկել օպերատորից 1 մետր հեռավորության վրա։ Չինաստանի Չունցին քաղաքում մոնորելսային գնացք անցնում է ուղիղ բնակելի շենքի միջով։ Այս տեսարանը շարունակում է զարմացնել տուրիստներին։ Եվ եղանակ սպասվում է անձրև եւ կարկուտ, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Հետևեք անցուդարձին, ամեն երեկո կհանդիպենք վաղը նույն ժամին։